Այսօրվա մեր հյուրն էր 44-օրյա պատերազմի մասնակից Ռաֆայել Պարզյանը, ով կիսվեց իր զինվորական ծառայության և մարտական գործունեության իր անձնական ներգրավվածության վերաբերյալ, և եթե դուք էլ արցախյան պատերազմներից որևէ մեկի մասնակից եք, ապա կարող եք կոնտակտային նշված հեռախոսահամարով և մեյլով կապ հաստատել մեզ հետ և հյուրընկալվել մեր տաղավարում։ Շնորհակալություն։ Բարև ձեզ։ Դուք դիտում եք «Նվիրալների պատմությունը» հաղորդաշարի հերթական թողարկումը։ Այսօրվա մեր հյուրը 44-օրյա պատերազմի մասնակից Ռաֆայել Պարզյանն է։ Ռաֆայել ջան, շնորհակալ ենք մեր տաղավարում այսօր հյուրընկալվելու համար։ Շատ ուրախ ենք նաև, որ կպատմես քո զինվորական ծառայության եւ պատերազմական ուղու, ռազմական գործողությունների քո անձնական ներգրավվածության մասին։ Ես ձեզ եմ շատ շնորհակալ, որ հրավիրել եք ու գտնվում եմ սպայն այստեղ։ Որտեղից ես սկսել ծառայությունը, երբ ես զորակոչվել բանակ եւ ինչ ստորաբաժանում անցել ծառայությունը։ Ծառայությունս անցկացրել եմ 80-ական զորամասում, եղել եմ ականանետային մարտկոցում որպես հաշվարկի հրամանատար, այնուհետև 2020 թվականի հունվարի 10-ին արդեն իսկ շարունակել եմ ծառայությունս 4-րդ բանակային կորպուսում։ Իսկ ո՞նց էր ընդհանուր ուսումնական զորամասից հետո հիմնական զորամասին հարմարվելու գործընթացը կամ առհասարակ զինվորական ծառայությանը հարմարվելու գործընթացը ինչքան է տևել։ Սկզբում ընդհանրապես մտածմունքներ չունեի, թե ինչ պետքա տեսնեմ, ինչի մեջով պետքա անցնեմ։ Դրանից հետո արդեն երբ արդեն զորակոչվել էի բանակ, երրորդ օրը արդեն նոր հասկանում էի, թե ուր եմ գնացել։ Սկզբում զանգեր ընդհանրապես տուն չէի կատարում, ինքս իմ զգացմունքներին վերջ տալով, այնուհետև արդեն սկսեցի զանգել տուն ու ոնց որ թե այդ պայից սկսած արդեն ոնց որ լրիվ դառա զինվորական։ Հետո ծառայությունս հիմնականում անցել է շատ լավ, բողոքներ չունեմ, ուսումնական զորամասում հիմնականում ծառայության նպատակը զենքին տիրապետելն էր, իսկ արդեն մյուս զորամասում որտեղ որ ծառայել եմ, այնտեղ արդեն որպես զորքերի ծառայություն ավելի մեղմ էր ամեն ինչ, որովհետև անցել էի ուսումնական ծառայությունը, զենքին տիրապետելով տեղափոխվել էի արդեն Հարմարվածությունը միանշանակ, հարմարվածությունս արդեն լավ էր, զուտ անձնակազմի փոփոխություններ, որը որ իմ կարծիքով երևի ամեն մարդու հետ էլ նույն զգացողությունները կառաջացնի։ Իսկ հրետանու հետ կապված ինչ կասես, պատերազմի ընթացքում հրետանու ազդեցությունը, ընթացքում զորավարժությունը շատ եք ունեցել, զենքին լավ տիրապետում եք։ Զորավարժության մասնակցել եմ հոկտեմբեր ամսվա կեսերից, տեղափոխվել ենք պոլիգոններ ասվածը, արդեն Արմավիրի մարզում, այդ ուսումնական զորամասից, այնտեղ կրակային փորձեր ունեցել ենք, բարեհաջող ստացվել է մեզ մոտ, բայց այդ ժամանակ ընտրում էին այն զինվորներին, ովքեր որ իրենց ավելի լավ էին դրսևորել, այսինքն ովքեր իրենց գիտելիքները ամրապնդել էին եւ ավելի լավ էին տիրապետում զենքին։ Զենքը եղել է ականանետ 120 մմ, զինվորականների ասած ձևով ռազմի աստված։ Մինամյոտը։ Ինչ քո ուզած ձևով կարողանում էր ինչ-որ թիրախին խոցել, կորային կրակ էր, չէ՞ ինքը վարում։ Ինքը միակ հրետանային զենքն է, համարվում հենց հիմնականը, որ ինքը կարողանում է կախովի կրակ անել, մյուս բոլոր զենքերը հրետանու մասով կարող եմ ասել, որ չեն համապատասխանում այդ տվյալներին, սակայն գոյություն ունի D30 զենք, դուք բոլորը տեղյակ եք, այդ D30 զենքը մատիրային կրակ է կարողանում անել, այսինքն ինքը նույն հաջողությամբ կարողանում է կախովի կրակ անել։ Ուղղակի իր դեպքում արդեն պետք է ոնց որ դրա հաշվարկը կոնկրետացնել, որ ինքը կարողանա արդեն կախովի կրակ անել, թե չէ ինքն էլ նույն D20 ու մնացած բոլոր հրետանիների պես միայն ուղիղ է կրակում։ Իսկ ընդհանուր առմամբ երկրորդ արդեն հիմնական զորամասում ծառայությունը ու պատերազմի այդ մեկնարկի հատվածները ինչ ժամանակագրական հաջորդականությամբ են։ Ես 4-րդ բանակային կորպուս տեղափոխվելս եղել է 2020 թվականի հունվարի 10-ին։ Այնտեղ ուսումնական զորամասից տեղափոխվել եմ հենց այդ օրը, գնացել եմ, քանի որ այնտեղ որտեղ որ ես եմ ծառայել, հիմնականում եղանակային անբարենպաստ պայմանները շատ էին խանգարում դիրքերի ապահովությանը, թե մեր կողմից, թե արդեն թշնամու կողմից, մենք դիրքեր բարձրացանք ապրիլ ամսին։ Այն ժամանակ, երբ արդեն այդ ձնապուկը վերացել էր, չէ, ձուն կար, բայց մեքենաները կարողանային արդեն բարձրանալ։ Իմ առաջինը
իմ առաջի դիրք բարձրանալը եղել է հենց այդ ժամանակ, ապրիլ ամսին, բարձրացել ենք դիրքեր ու ոնց որ թե հենց այդ этаպից սկսված է եղել, որ զորամաս իջնելու մասին մոռացել ենք։ Սենց թվաբանությամբ ասեմ, ծառայությունը 731 օր, 500 օր անցկացել եմ դիրքերում։ Առանց պերեսմենկա կոչվածի։ Բայց օրինակ զինվորական ծառայության մեջ շատ տեսակետներ կան տարածված, որ դիրքային ծառայությունը ավելի լավ անցնում, քան հենց զորամասային ծառայությունը։ Դե միանշանակ համաձայն եմ, որովհետև այդ պահին այդ դիրքերի ծառայության մեջ լինում ես դու, քո վաշտի կամ մարտկոցի հրամանատարը ու ասենք դասակ կամ տնավարի վիճակ է ստեղծում։ Հա, այտենց վիճակ է, որովհետև գնդի մնացած արդեն պաշտոնյաները հիմնականում մենակ ստուգատեսների ժամանակ են բարձրանում վերև կամ ասենք ինչ որ տատանումների ժամանակ, երբ հասկանում են, որ դիրքերում ինչ որ քառնաշփոթ վիճակ է ստեղծվել, թե մեր, թե արդեն թշնամու։ Իսկ մինչ պատերազմը օրինակ հեչ եղել էր դիրքային փոխհրաձգություններ հակառակորդի։ Այսպես ասեմ, մենք առաջնագծից որպես հրետանու ստորաբաժանում, այսինքն մենք առաջնագծից ունեցել ենք երկու կրակային դիրք, այսինքն մեկը եղել է հիմնական դիրքը, մյուսը եղել է պահեստային դիրքը։ Հիմնականում մենք գտնվել ենք պահեստային դիրքում, այնտեղ սկզբնական հատվածում ոնց որ նախագիծը տված է, որ բլինդաժ սարքեին, բայց քանի որ այդ բլինդաժը ասվածը չկար, մենք ապրում էինք պալատքի մեջ։ Կահավորանք արել էինք, ամեն ինչ արել էինք, փորձում ենք համ այդ անբարենպաստ պայմանները միանշանակ, հա, ստեղծել ենք մեր խոհանոցը առանձին պալատքի մեջ, ընդեղ էլ առանձին, որ մենք ապրենք։ Ասեմ, մեր կրակային դիրքը գտնվում է հենց գետի ափին։ Որ գետի։ Ճիշտ ասած անունը չեմ կարող նշեմ, բայց կարամ ասեմ, որ ինքը Ալֆա-Սևան ջրամբարից դուրս եկող գետ էր։ Այդ ազատ ժամանակները, որ ունեինք անգամ զբաղմունք էինք մենք մեր համար գտել, թե տարածքի մաքրությունները ապահովված, թե արդեն գետի մաքրությունը, թե մեր, չգիտեմ, լվացվելու կամ լողանալու հարմարությունները մենք այդտեղ էինք ստեղծել, որովհետև գունդ իջնելը մեր համար այդ հատվածում չէր թույլատրվում, որովհետև ադրբեջանական այդ առաջխաղացումներ կամ ինչ որ դիվերսիոն խմբեր միանշանակ հավանականությունը կար։ Դրա համար մենք մեզ որպես հրետանի ու այդ հատվածի միակ հրետանային ստորաբաժանումը պահում էին դիրքերում։ Հետո եղավ արդեն օգոստոս ամիսն էր, հա, երևի այդ ժամանակահատվածում արդեն երրորդ բանակային կորպուսում տեղի ունեցան մի շարք խնդիրներ, թշնամին առաջխաղացում էր ցույց տալիս շատ կրակային հուլիսյան դեպքերի ընթացքում, հա, հուլիսյան այդ դեպքերն էր շատ, որ խանգարում էր արդեն ու անկախ այդ հանգամանքից մեզ արդեն տվեցին տագնապ իրավիճակը եւ ու մենք մեր այդ պայստազորային դիրքից բարձրացանք արդեն հիմնական դիրքեր, ավելի վերև, այսինքն առաջնագծին ավելի մոտիկ, մեր զորքին ավելի մոտ։ Այնտեղ տեսեք, կրակներ միշտ կար, անընդհատ իրանք փորձում էին կրակել, բայց մեր ապահովությունը կայանում էր մենակ նրանով, որ մեր առաջնագծից մինչև իրենց առաջնագիծը ընկած հատվածը ձորակ էր։ Այսինքն, չգիտեմ, հրացանով կամ այլ զենքով, եթե նրանք ուզենային կրակեին, պետք է կոնկրետ հաշվարկ անեին, թե ինչքան վերև պետք է պային, որովհետև գոյություն ուներ առանցքականության ուժ, որ այդ առանցքականության ուժը քաշվում էր ներքև։ Ականանետային կրակներ չենք ունեցել ոչ մեր կողմից, ոչ իրենց կողմից, որովհետև այդ կրակը եթե տեղի ունենար, արդեն ինքը կհամարվի, որ պատերազմ է սկսվել։ Կանոթաչու թռչող սարքեր անոթաչուն էր հիմնականում արդեն այդ հուլիսյան դեպքերի ժամանակ 1-2 հատ է եղել։ Նշեմ, որ այդ ժամանակ արդեն եկողներ կային, այսինքն մոբով հավաքվող ու եկողներ կային, որ գալիս էին հենց այդտեղ, որտեղ որ ես եմ ծառայել, այդ քաղաքի բնակիչները։ Ինչքան իրենց կարելի էր, ինչքան չէր կարելի, դա հարցի մյուս կողմն է, բայց որպես առաջնային իրենք իրենց բնակության վայրը պաշտպանելու համար գալիս էին, դիտարկում էին, փորձում էին զինվորության հետ լինել, որ ու իրենց օգնությունը տալ։ Այդ հուլիսյան դեպքերը ավելի էր, չէ՞, ամրապնդում բանակի ոգին։ Միանշանակ, հա, հավատում ենք, որ ոչ թե մենք մենակ ենք այդ կրակային դիրքում, այլ մեզանից բացի մարդիկ կան, որոնք որ ապրում են, որովհետև մի բանա որ դու ծառայես մի քաղաքում այն բնակչության հետ, որոնք որ ամեն օր տեսնում են այդ զինվորությանը ու կոպիտ ասած ամեն մեկը իր տան մեջ մի հատ զինվոր ունի, թե կլինի պայմանագրային, թե արդեն որպես կոչումով
զինվորական, դրա հետ մի քիչ այն զինվորները, ովքեր որ չգիտեմ, քաղաքի կողմից էին գնացել կամ այլ քաղաքներից գնացել են, իրենց աչքով մի քիչ օտար է երևում, որովհետև մարդկանց համար դա սովորական է, բայց արդեն կրակային դիրքում, որ այդ ժողովուրդը բարձրանում էին վերև, մեր համար ինքը ավելի քաղցր էր դառնում։ Ես հիշում եմ, որ այդ հուլիսյան դեպքերի ժամանակ դե մեր զորամասը ինչ հեռավորության վրա է, հա, 3-րդ բանակային կորպուսից քարվաճառուր, այդ տարածքուր մեր մոտ էլ էին դաժե բեսպիլոտնիկները գալիս էին ու մենք երեկոյան բոլոր ժամ բանից տենց 7-ից հետո անպայման լույսերը անջատում էինք, որ չկարողանան ֆիքսեն ոչ Այդ օրերին համարյա ամբողջ բանակում համ ՊՆ, համ ՊԲ համար մեկ եղավ այդ տագնապի վիճակը հիմնական զորամասերից դուրս հանեցին ստորաբաժանումներին, որ եթե հանկած հարվածներ լինի այլ ուղությունից, կարողանանք շատ զոհեր չտալ գոնե, որովհետև անօթաչու թռչող սարքերը անընդհատ գալիս էին տեղանքն ուսումնասիրելու նկարահանելու նպատակով։ Սեպտեմբերի 24-ին մեզ իջեցին զորամաս, մեր հիգիենայով զբաղվելու համար։ Նույն օրը մենք երեկոյան արդեն բարձրացանք մեր հիմնական կրակային դիրքերը, ակնարկները արդեն կային։ Կես լուրջ, կես կատակ համ հավատում էինք, համ չէինք հավատում, որ հնարավոր է մի բան սկսվի։ Արդեն հաջորդ օրը սեպտեմբերի 25-ին մենք ունենք հատուկ հրամանատարական դիտակետ, որը որ մնացած հիմնական դիրքերից բարձր էր։ Այնտեղից արդեն գումարտակի հրամանատարը ու արդեն գնդի մյուս սպաները նկատել էին, որ մեր դիրքերի առջևում կուտակումներ կան։ Ու այդ ամեն ինչը ոնց որ մեզ ավելի բերեց իմի, որ մենք հասկանանք, որ մեր առջև հնարավոր է ուստի վառ տեխնիկա, թե ավելի գործողություններ, ծանր տեխնիկաներ, մինչև անգամ տոս։ Ու մենք այդ ընթացքում արդեն հասկացանք, որ հնարավոր է եւ մի բան սկսվի։ Բայց նույն օրը երեկոյան մենք իջանք արդեն այն պահեստային դիրքեր։ Մեր պահեստային դիրքերը իջանք այնտեղ ու նույն բնականոնով սկսվեց այդ մեկ երկու օրվա ծառայությունը մինչև սեպտեմբերի 27-ը։ Սեպտեմբերի 26-ին նշեմ, որ մեր զինվորականներից մեկի, մեր զինծառայող ընկերներից մեկի ծննդյան տարեդարձն էր, որոշել ենք, որ ինչ որ չափով կարողանանք այս դիրքերում նշել այդ օրը, այդտեղ գետում, որ նշեցի սկզբում, հա, ձկներ կային։ Հենց Սյունիքին այդ ոնց որ խորհրդանիշ ձուկը կարմիր խայտ, հա, գնացել էինք ձկնորսության, բերել էինք, որ պետքա արդեն սկսենք մենք մեր այդ ամեն ինչը ծնունդը եւ այլն, նորից տապիկին կապ տվեցին, որ զգոն եղեք, ինչքան էլ որ դուք, չգիտեմ, կուզանաք մի չափով ձեր ծնունդը ձեր զինվորին մի չափով շնորհավորելու, բայց զգոն եղեք ամեն դեպքում։ Այդ ժամանակահատվածում արդեն այդ օրը կոնկրետ արդեն ոչ ծառայող մարդիկ, այսինքն քաղաքացիական կյանքից մարդիկ զանգահարում էին մեր տարբեր զինվորներին, որ ստեղ էլ ինչ որ խոսակցություններ կան, որ կարող ամեն պահի մի բան սկսվի, ուշադիր եղեք, ինչ մարդ կար, որ անգամ զանգել էր ու ասել էր այսօր կամ վաղն է ձեր գործողությունների սկիզբը, դուք զգոն եղեք ամեն դեպքում։ Դե իմ եղբայրս այդ ժամանակ ծառայում էր Լեռնային Ղարաբաղում, նրա այդ զրույցներից էլ արդեն իմ համար պարզ դառավ, որ ինչ որ գործողությունների մեկնարկ պիտի լինի։ Հարազատ եղբայրը։ Իմ հարազատ եղբայրը, հա։ Ու արդեն սեպտեմբերի 26-ի երեկոյան մենք բաժանվել էինք 4 հիմնական հաշվարկների, այսինքն դիրքերը պահում էինք 2 ժամյա հերթափոխով։ 2 ժամ դիրքերում, այսինքն զենքի մոտ, 2 ժամ կանգնում էինք հենց այդ պալատկա կոչված դիմաց, Բոդրուշի, 2 ժամ կանգնում էինք արդեն ներս, այսինքն հիմնական այդ հերթապահությունը անցնում էր 6 ժամով։ 2 ժամ դիրքեր, 2 ժամ Բոդրուշի, 2 ժամ Կաչագար, այսինքն այդ վարարանի կողքը նստող, որ անձնակազմը տակ կարողանա քնել մինչև մյուս հերթափոխը։ Իմ հաշվարկը 4-ն էր, իմ հերթափոխը սկսվում էր ամենասկզբից երեկոյան 9-ից։ Երեկոյան հերթափոխը սկսվում էր 9-ից։ Ես 9-ից եկա, 9-ին հերթափոխը սկսվեց արդեն, ես զորքի հետ, այսինքն իմ հաշվարկը բաղկացած էր 4 հոգուց, 1 վարորդ, 1 նշանառու, 1 ականանետի այդ սնարյադը բերողը եւ ես որպես հրամանատար։ Բարձրացանք դիրքեր, այդ օրը անկախ ամեն ինչից ես էլ էի շատ անհանգիստ, ոչ մտածում էի արդեն հերթափոխի մասին, այսինքն որ ես պետք է հերթափոխ անեմ, ոչ էլ առավել եւս որ ինչ որ մի հատ զինվոր, չգիտեմ, կամ աշկը կպնի, այդ ամեն ինչն արդեն ավելի զգոն ձևով էի նայում, որովհետև այդ լսածները ինչ որ տեղի տվել էին իմ կյանքում։ Եկավ հերթափոխը, ես արդեն որ իջա ներքև դեպի այդ մեր հանգստանալու վայրը, այդ պալատկան, հա,
զորքին հանգիստը տալուց հետո ես անկախ ինձանից արդեն չկարողացա քնեմ։ Նստել էի վարանի կողքին, այն զինվորները, որ իրանք պետք է գտնվեին վարանի կողքին, իրանք կանգնած էին արդեն ավելի շատ քանակությամբ զորք տեխնիկայի մոտ, այսինքն ականանետների մոտ։ Ես ներքևների տապիկը ինձ մոտ էր, որ ամեն պահի եթե ինչ-որ մի բան սկսվի, ես շտապ արձագանքեմ, որովհետև ես իմ վաշտի հրամանատարի խնդիրը լավ հասկանում էի, իրան այսքան այս ամեն ինչը լսելուց հետո իրան հասկանում էի, որ ավելի շատ հանգիստ է պետք, որ ինքը հետո կարողանա իր զորքի խնդիրը ավելի լավ կատարել ու դրա հիմնական պատճառը հենց իմ արթուն մնալու դա էր։ Առավոտյան 6:30 կողմերն էր, հա, ես բարձրացա դիրքեր, ստուգելու հերթափոխը արդյոք նորմալ է զինվորների մոտ ամեն ինչ թե չէ, ու նորից իջա ներքև։ Նորից իջա ներքև, արդեն զորքը ոնց որ այդ ժամերին արդեն սովոր են, որ իրանք պետք է զարթնեին, ոչ թե նրա համար որ զորամասի նման ժամը 7-ից պայծում էին տալի, չէ, այլ ուղղակի սովորել են զինվորները այդ գրաֆիկին։ Ժամը 7-ի կողմերն էր արդեն զորքը, որը արթուն էր, որը չէ, ես նորից բարձրացա դիրքեր, որ նորից հասկանամ արդեն ժամը 7-ին մեզ մոտ հաջորդ հերթափոխն էր։ Հերթափոխը մեր զորքը իրականացվեց, ես նորից իջա այդտեղ ու կլիներ երևի թե 7:40-50-ի կողմերը տապիկը ծնգաց։ Տապիկը ծնգաց, վաշտի հրամանատարը ասաց պատասխանի, ես միանգամից պատասխանեցի այդ տապիկին, զանգում էր մեր գումարտակի հրամանատարը, ասաց զորքին բերեք առաջի պատրաստակամության։ Լեռնային Ղարաբաղում շարժը սկսվել է։ Այն ինչին որ մենք հավատում էինք կամ չէինք հավատում, դա իրագործվեց։ Ասացի լավ։ Անցավ վրան մի քանի րոպե, զորքին արդեն միանգամից վերկաց, տղերք ելեք, տնանք ինչ ենք անում, 10 րոպե չանցած արդեն նոր տապիկի զանգը եկավ, որ պատերազմը սկսվել։ Ադրբեջանը բացահայտ հարձակում է ներկայացրել, բարձրացեք միանգամից ձեր հիմնական կրակային դիրքեր։ Ու միջև արդեն որ զորքը կսկսել հավաքվել, այդ ժամանակ արդեն զորամասից մենք տեսան այդ ճանապարհից որտեղ որ դեպի արդեն հիմնական ճանապարհն էր, հա, մեր դիրքեր բարձրացող, այդտեղ տեսանք որ արդեն մեքենաների տեղատարափ է։ Սկսել են մեքենաները բարձրանալ, որովհետև այդ տագնապային իրավիճակը եւ այդ թե Լեռնային Ղարաբաղի հետ համագործակցությունը այդ ամեն ինչը արդեն իրանը արել էր, որովհետև մեր զորամասը ցանկացած մարտական գործողության ընթացքում պատկանում էր Ջաբրայելի հատվածին։ Մենք մեր հիմնական, ասենք, կրակայինների ընթացքը կամ պալիվները միանգամից արդեն Ջաբրայելի պաշտպանականի տակ էինք մենք ընկած։ Ու արդեն այդ հոսքը տեսանք, որ արդեն այդ մեքենաները բարձրանում են, մենք արդեն լրիվ պարզ էր մեր համար, արդեն ամեն մեկը զանգում էր այնտեղ գտնվող իր զինծառայից ընկերներին կամ բարեկամին, եղբորը, չգիտեմ։ Ես էլ եմ հիշում այդ առավոտը, որ չգիտենք ինչ անենք, հա զանգ է գալի։ Դե մեկ արդեն զանգողները գիտեն էլ ինչ է, ախպերքի եք զանգում, հարմարելի մեկ է կզանգենք։ Ես առաջինը զանգեցի իմ եղբորը, ասաց, «Ռավ, չեմ կարող խոսամ, հա սկսվել է պատերազմը»։ Ինքը որ զորամասում էր։ Ինքը Ջաբրայելի զորամասում էր։ Ջաբրայելի։ Ինքը հենց Ջաբրայելի զորամասում էր ու դե մենք միանգամից արդեն հավաքվեցինք, կլիներ ժամը 2-ը, 3-ը արդեն հիմնական կրակային դիրքում էինք, նորից նայում էինք, դիտարկում էինք տարածքը, նույն կուտակումները այդտեղ կային, բայց թշնամուց ինչ որ շարժ չկար դեպի մեզ։ Դե մենք մեր բնականոն հունով սկսեցինք մեր ծառայությունը, որտեղ ոնց ներքևում այդպես էլ վերևում, անկեղծ ասեմ, ցանկությունը մեծ էր մասնակցելու պատերազմին հենց այդ օրվանից սկսած։ Լինել մեր տղաների կողքին, հենց պատերազմական դաշտում ու չէինք մտածում, թե ես թե մեր զինվորները չէինք մտածում, թե ինքը ինչ է։ Մեր պատկերացումներով ինքը երևի թե կինոների նման, հա, ինչ որ կրակոցներ եւ այլն ու ամեն մեկը արդեն ունի իր երկրորդ կյանքի հնարավորությունը ոնց կինոներում, այսինքն մենք չէինք պատկերացնում, թե կյանքից ինչ որ այդ этаպում, այդ տարիքում մարդ կորցնել առավել եւս երբ քեզ հարազատ է լինում կամ անգամ եւ հարազատ չի լինում, բայց դու դրա մասին լսում ես, դա ինչ մեծ ցավ է։ Իսկ կպատկերացնեի, որ կյանքում այդպես պահ կգա, որ դու անձամբ պատերազմի մեջ կհայտնվես։ 2019 թվականի հունվարի 18-ին, երբ իմ եղբայրը զորակոչվեց բանակ, տեսեք, սենց ասեմ, հա, թե ասենք զուգադիպությունը այդ ամեն ինչը եղել, թե ասենք ճակատագրի բերումն է այդպես եղել, զբորնի պունկտում, հա, որ ինքը դեռ հələ այդ միջոցառումը տեղի չէր ունեցել, թե որտեղ պետք է քաշի, որտեղ պետք է գնա, այդ Ժերեբովկեն, հա։
Ընտանիքիս անդամներին ասացի, մամ, անկախ ամեն ինչից չգիտեմ ճիշտ եմ ասում թե չէ, ինքը գնալու է Ջաբրայել։ Մաման ինձ հենց այդ նույն պահին ասաց, տղա ջան, ել ուրիշ տեղի անուն չէ, ինչ կարա տա։ Ասել Ստեփանակերտ կամ չգիտեմ, գոնե մոտիկ, գոնե Երևան, բան ասում եմ, սիրտս տենց է վկայում, որ ինքը գնալու է Ջաբրայել։ Այդ հատվածը արդեն սկսվեց, ինքը հենց բացած կարդաց, հա 1991 թե 919 Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, գնում են այնտեղ, հետո Խոջալույից արդեն նորից Ժիրիբովկա, այդ մի օր քաշում էր արդեն, այդ երկրորդ օրը արդեն հենց ինքը քաշած։ Դուք եք գնացել իր հետ Ղարաբաղ թե չէ։ Իր գնալուց չէ, ընթացքում հա։ Հենց արդեն գնաց ինքը Խոջալու հաջորդ օրը զանգեց, հա, եղբորս անունը Մխոր։ Հա, Մխոր, ու ես ասաց քաշել եմ Ջաբրայել։ Ասպաց հետդ։ Ես քեզ արդեն ստեղից էլ էի ասել, որ դու գնալու ես։ Իզուր էլ քաշել ես։ Իզուր էլ քաշել ես։ Այ իզուր էլ քաշել ես։ Իսկ հետո ոնց դասավորվեց ձեր հաշվարկի։ Մենք ասեմ, այդ աժուտաժը որ սկսվեց, այդ արդեն պատերազմը ասվածը որ սկսվեց, ես անկեղծ ասեմ, չթաքցնեմ, իմ զենքին չեմ տիրապետել, ես թե ուսումնական հատվածում, այսինքն ուսումնական զորամասում ինչ որ չափով տիրապետել եմ։ Գերազանց չեմ եղել, այն ամենավատն էլ չեմ եղել, բայց հաստատ իմացել եմ նշանոցը իրանից ինչա ներկայացնում, հենասալը ինչա ներկայացնում կամ հաշվարկը։ Հա, նու այդ հաշվարկը հիմնականում արդեն ոչ թե մենք էինք իրականացնում, այլ իրականացնում էր, ասենք, Վաշտի հրամանատարը կամ այն հատվածում հրամանատարական դիտակետում գտնվող անձնակազմը, որովհետև իրանց հաշվարկի շնորհիվ ենք մենք կարողանում կրակ բացել, էլի։ Մեր Վաշտի հրամանատարը Արա Ադոնցը ինքը թե որպես սպա, թե որպես տղա, թե որպես մարդ հոյակապ ազնվորություն ուներ, Ադոնցը այսպիսի մի դրվածք ուներ իր առջև դրված։ Ինքը զինվորների հետ ամենալավ հարաբերության մեջ էր ցանկացած զինվորի, բայց ինքը ինչ սիրում էր, պետքա զինվորը հետ աներ։ Ինքը չէր պահանջում իր կմահաճույքները, ինքը պահանջում էր ծառայության մեջ այն ինչը որ պահանջվում է զինվորից։ Ու քանի որ մենք հիմնական մասը գտնվում էինք հենց դիրքերում, ինքը իր խնդիրը կոնկրետ զինվորների հետ այն էր, որ դուք տիրապետեք ձեր զենքին։ Դուք չգիտեք վաղը ձեր առջև ինչա գալու։ Ու այս աժուտաժը, որ սկսվեց, մենք օրը ունի 24 ժամ, միջև առավոտ ժամը 9-ից միջև գիշերվա ժամը 2-ը, ու մոտավորապես, հա, մի 18 ժամ զենքի մոտից այնքան չէին գնում։ Ներես այդ նույն խնդիրը, ասենք մենք էլ ենք ունեցել, հա, օրինակ դե մեր BMP-ի ջոկեր, հիմա ես էլ չէի պատկերացնի կյանքում, որ պատերազմի մեջ կընկնեմ, օրինակ մեզ որ ասում են դե հրամանատարները պետք է համ կրակել իմանան, համ վարել իմանան, պարտադիր է, մտածում էի մեջ ասում էի դե հեն ախպեր, այս տղեկը կան էլի, ոսկի ով կմտածեր, որ պատերազմ կամ կարող է դաժե մեզանից մեկը զոհվեր, ոսկի նշանառուն դառնար հրամանատար։ Այդ ամեն ինչը շատ կարևոր է էլի, թեկուզ հաշվարկի մեջ ցանկացածներ պետք է իմանա իր տեխնիկայի առանձնահատկությունները։ Էկիպաժների դասավորությունը օրինակ մեր մոտ էլ է շատ եղել, որ փոփոխվել է նույն տանկի անձնակազմը։ Ես եղել եմ հրամանատար եմ նստել, նավոճիկ եմ նստել, բայց քշել չգիտեի ճիշտ ասած։ Մենակ քշել չգիտեի տանկի հետ կապված։ Ձեր մոտ արդեն որ բուն ռազմական գործողությունների մեջ մտել եք, որ օրվանից ու որտեղից է սկսել այդ։ Տեսեք, այդ զենքի մասով մի քանի օր, հա, երևի մինչև հոկտեմբերի 3-ը այդ օրը լավ եմ հիշում, մինչև հոկտեմբերի 3-ը հենց ձեր նշած սկզբունքով, այսինքն ես հրամանատար էի, ծառայում էի որպես նշանառու։ Մի հաջորդ վարքյանին ծառայում էի որպես արդեն սնայրադը բերող, այն մյուս վարքյանին այն մի զինվորը ծառայում էր որպես հրամանատար։ Ու ոչ թե հենց կոնկրետ մի ականանետի մոտ մենք ունեինք, ասենք, թվով 4-ը, իրանց մոտ ամեն հաշվարկը տեղափոխություններ էր իրականացնում, որովհետև պետք է ցանկացած զենքին տիրապետել։ Ճիշտ է, ինքը հիմնականում նույն սկզբունքով նույն զենքերն են, նույն արտադրության, նույն տարեթվի, բայց եւ հնարավոր է ասենք մի նշանոցի, չգիտեմ, պղպջակը ավելի լավ Երևան նշանոցի վրա, մյուսինը չէ։ Հիմա փորձում ենք հիմնականում կատարելագործել մեր խնդիրը, մեր հմտությունները ավելի լավ անել, մեզ մոտ ստացվեց, ասեմ, թվով եթե ճիշտ եմ հիշում, զենքը մարտի բերելը 46 վայրկյան էր տված, զրոական վիճակում, որ ուղղակի նշանոցը դնած վրան 46 վայրկյան ժամանակ էր, եթե ճիշտ եմ հիշում։ Մենք մարտի տալը, այսինքն զենքը իր ավարտական վիճակով էր, հա, որ իրան պետք է մարտի տայինք, հա, մարտի տալը մեզ մոտ արդեն տևում էր ընդամենը 20-25 վայրկյան, որ արդեն դեպոշը ես բարձրացնում եմ, ասում եմ ավարտ։
պատրաստենք։ Այդ հոկտեմբերի 3-ին խի նշեցի այդ օրը մեզ մոտ ահավոր ձյոնարատ բուկտեր ունեցավ, ձուն, որ ոչ կարող ենք դեմներս տեսնեինք, ոչ առավել ևս ինչ-որ շարժանեինք, ունեինք մի հատ հետներս այդտեղ բարձրացած պալատկա, կեսը ճղված, կեսը նորմալ ու այնտեղ ինչ-որ մի հատ page էինք, վարարան էինք դրել ու այդտեղ ոնց որ ուզում էինք մեզ համ տաքացնեինք, համ մտերից էինք այդ պերեսմենկա հերթափոխություն չմեռնեինք։ Այդ օրը երեկոյան արդեն զանգերը եկան, ասացին, որ Ջաբրայելի զորամասը հանձնվել է հոկտեմբերի 3-ին, ես այդ օրով այտենց եմ հիշում։ Առաջին նահանջը այդ օրն է տեղի ունեցել։ Ասացին, որ հոկտեմբերի 3-ին Ջաբրայելի զորամասը տվել են։ Այդ օրը երեկոյան զանգ եկավ իմ հեռախոսին, այնտեղ ընդհանրապես կապ չկար, ասենց մի հատ փեդ էինք, միտեղ դրել, ծխախոտի պաշկան այդ վերևի հատվածը առանձնացրել էինք, սկոչով փաթաթել էինք այդ փեդին, հեռախոս էինք թողել մեջը, բոլոր այդ անձնակազմը այդտեղից էր հենց կարողանում խոսալ, էլի ուրիշ տեղից չէր բռնում այդ կապը։ Զանգեր, այդ օրը լսեցի ինձ հարազատներիցս, ընկերներիցս մեկը զանգեց, ասաց, որ մահացել է առաջի ՊՆՊԲ, այսինքն Պաշտպանության բանակ ու Պաշտպանության նախարարության առաջի զոհը եղել է մեր ընկերներից մեկը, Սարգիսը, սեպտեմբերի հենց 27-ին վաղ առավոտյան, որ այդ կրակայարդը տեղի է ունեցել։ Մեր մոտ էլ զոհ եղել հենց Մարտակերտի շրջանում, հենց այդ կրակայարդի այնտեղ ինչ-որ շվելի տակ է ինքը մնացել։ Սեպտեմբերի 28-ին ասացին, որ վիրավորվել է իմ ընկերը, ինքը բերել էին իրան հենց այդ նույն օրը այդտեղ Մուրացյան հոսպիտալ ապաքինումի, սեպտեմբերի 29-ին զոհվել էր հորքուրից տղան։ Ու այդ ամեն ինչը հենց այդ նույն օրվա մեջ լսելը մի քիչ շատ էր։ Ես արդեն իմ դեպրեսիաներով եւ այլն իմ տեղը չէի գտնում, ինձ հանգստացրեցին, չգիտեմ, դու քնի, միջավ լույսը բացվեց, Եվ լույսը բացվեց, ես արդեն ասենց ամեն ինչ անում եմ, որ քելեք գնանք մենք էլ Ղարաբաղ եկեք, չէ, այստեղ ենք մնացել, մեր տղեկը այնտեղ կարև են տալիս, մենք այստեղ ենք մնացել։ Վաշտի սահմանատարը Ադոնցը ասում էր հանգստացի, սպասի, մեր հերթն էլ կգա, այս կյանքում այնպես չի լինի, որ դու չհասնես քո ընկերներին, սպասի։ Ու այդ օրը լսեցին, որ Վայքի զորամասը գնացել է։ Ու որ Վայքի զորամասը լսեցին գնացել է, երևի թե հենց հաջորդ օրը արդեն լսեցին, որ զորամասի հիմնական մասը արդեն կամ չկան, գոյություն չունեն, այսինքն զոհվել են, կամ արդեն մնացած հատվածը, այսինքն զինվորները շատ ծանր վիրավորվել են։ Ջաբրայելի զորամաս չասած այդտեղ, բեսպիլոտնիկների այդ ամեն ինչը եղել էր ու Ատենց երկու օր էլ ես արդեն ուզում եի փախուստ անեի դիրքերից, չգիտեմ, առաջի պատած մեքենայով դեպի Լեռնային Ղարաբաղ, գնայի, հասնեի։ Այդ օրը եկավ մեր հոկտեմբերի 5-ին եկավ մեր գումարտակի հրամանատարը, տեսավ այս իմ իրավիճակը, ես ինձ ասեք ինչ անեմ, եթե ես արդեն մի եղբայր եմ կորցրել, մի ընկերս հոսպիտալում է, իմ հարազատ եղբորից տեղեկություն չունեմ արդեն, չգիտեմ, իմ հոգեվիճակում դուք լինեք, ինչ կանեք, դե ներկայացեք ինձ։ Իսկ որ ինչ էր կատարվում եղբոր հետ, որ հետո խոսացի իրանց մոտ ինչ։ Ինքը, տեսեք, սկզբունական ծառայությունը, որ ինքը գնացել էր, արդեն ծառայում էր կապի վաշտում Ջաբրայելում։ Դրանից հետո խնդիրներ առաջանում, ՉՊ-ներ եւ այլն, Բերևոտ չեն անում, էլի նորից, այդ ռազմական ոստիկանություն եւ այլն, նորից հետա գալիս կապի վաշտ, արդեն այնտեղ ստորաբաժանման տեղափոխելու խնդիր է առաջանում, որովհետեւ մեր մեջ ասած դուք էլ գիտեք, կապի վաշտի առանձնահատկությունները, գնդի հոպի առանձնահատկությունները ու ասենք հենց հրետանի մինամյոտի առանձնահատկությունները ու ամենակարևորը գնդի հետախուզական վաշտը։ Իրանք այդ միակ ստորաբաժանումներն են ցանկացած գնդի մեջ, որ այնտեղ ընկնելը կոպիտ ասած առանձին վաշտերն են։ Արդեն ծանոթով է դարել։ Առանձին վաշտերն են։ Առանձին վաշտերն են։ Հետո եղբորս տեղափոխում են արդեն 5-րդ ուսումնական գումարտակ, այնտեղ ինքը լինում է ժամկետային զինծառայողների հետ։ Այդ կարանտինների վրա։ Ու այդ նոր գնացած այդ կարանտինի զինվորները ամենավերջի զորքը այդ պրիզիվի համար, 20 թվականի պրիզիվի համար, եթե ճիշտ եմ հիշում, օգոստոսի 31-ն էր։ Այսինքն պատերազմը սկսվելու ժամանակ զինվոր ա եղել, որ ինքը ընդամենը 27 օրվա ծառայող ա եղել ու ամենաբարձրը եղել է երևի թե 40-50 օր։ Այդ խնդիրը իմ հիշելով կորոնայի պատճառով էր։
Հա ուշ զորացրեցին բանակ, Այդ տարվանից սկսված էր, հա, որ հաջորդ արդեն պրիզիվները եկող, արդեն ավելի շուտ սկսում էին ու ավելի երկար էր տևում իրենց զորակոչվելը բանակ։ Հոկտեմբերի 6-ի առավոտյան ասենց հանգիստ մեր համար առօրյա էլի, ով իր հերթապահությանը, ով չգիտեմ, հանգստանալու, ով չգիտեմ, ամեն մեկը իր գործին ժամը 1:2-ի հատվածներ Վաշից հրամանատարի հետ նստած էինք ադոնցի հետ, ասես մի բան զգում է, էլի, կամ այսօր կամ վաղը պետք է միանշանակ այդ լուրը գա, մենք պետք է գնանք Լեռնային Ղարաբաղ, ասած արի ճիշտ ասեմ, կարծում եմ փլավ չեմ բաժանում։ Ուզում ես, հա, հասկանում եմ քո հոգեվիճակը, իմ ընկերներն են այնտեղ, բայց արի ճիշտ հասկանանք։ Ահա որ անդե դու չես պատկերացնում, ասի հասկացա։ Այդ ժամանակ հենց այդ օրը մեր գնդում դե կային արդեն պայմանագրային վարորդներ, հա, որ կամազ էին քշում կամ Ուրալներ էին քշում եւ այլն, իրանք ոստիկանական խմբերին էլ էին տեղափոխում այնտեղ, մոբերին էլ էին տեղափոխում այնտեղ ու Արթուրը, այդ վարորդի անունն էր, շատ հարազատացել էինք էլի, ինքը որպես պայմանագրային վարորդ մեր պերեսմենկեքին հիմնականում ինքը մեր հետ բարձանում էր, շատ էինք հարազատացել, Արթուրը այդ օրը հետ եկավ դիրքեր։ Այդ եկավ ասած Ղարաբաղ մտած չմտած փախուստները, որ ես տենում էի։ Վեսպիլոտնիկը տեսանք, կանգնեցինք որ իջնենք կրակենք, վեսպիլոտնիկին տեսա այն զորքին որ տանում եմ չկան։ Ահա որ ատաղեք ընդ վիճակը դու չեք պատկերացնում, թեկուզ ինչ էլ դուք կլսեք ընդից, այդ չի։ Նու այդ օրը արդեն պարկեցինք, արդեն նու գործողությունները մեր պրծավ եւ այլն, այդ օրվա հաջորդ առավոտ վերկացանք հոկտեմբերի 7-ին, այդ իմ համար մի քիչ նեղանձնական ու հիշող օր էր, հոկտեմբերի 7-ին առավոտյան արթնացանք, ժամը 1:30-2-ի կողմերն էր, այդ տուշոնկեքը բացել էինք, գազին դրել էինք, տաքացնում էինք, որ դու ուտեինք, ասի ադոնց, կես ժամից մի ժամ ընկած հատվածով մենք գնացինք Ղարաբաղ, ասաց իմ Սիսյանցու վար, ինչ է շաշ խոսում, ասի լավ, ու տապիկի ձենը եկավ, հենց տապիկի ձենը եկավ, ասի ես կպատասխանեմ, վերցեցի կամբատներ, Ռաֆը դու ես, ասի հա կամբատ, ես եմ, ասաց զորքին հավաքի գնում եք Ղարաբաղ, ու այդ պահին սիրտս մի անգամից գցեց, անջատել եմ, ու տղեկին ասի տղեկ հելեք սաղը դուս, պալատկից, հելան դուս, ադոնցը ինչ աղը, ասի արդեն ինքը այդ նախադասություն ինքը գիտի, ես զորքին հացից չեմ հանի, բայց ինքը զգաց, որ մի բան կատարվեց, ինչ աղը, ասի ադոնց ատում են Ղարաբաղ, ու ադոնցը դե նորը ժամուսնացել, երեխա իրան էլ հասկանալ կարել է, բայց ոչ թե ինքը դուխը գցեց, այլ որ սաղից մոտ այդ վիճակը եկավ, այդքան որ սպասում էինք, մենք արդյոք պատրաստ էինք այդ գնալուն, թե չէ։ Զորքը հենց հելավ դուրս, ես դուրս եկա պալատկից, Վաշտի հրամանատարը հենց ադոնց ասաց, ես չեմ կարող տղեկին հետ ասեմ, դու ասա։ Դուրս եկա, ասի տղեկ, եկավ են պահ, որ մենք պետք է եթանք մեր տղեկի կողքը ելնենք, ու հենց այդ պահին, որ հիշում եմ, մի հատ Գյումրիից, հա, այդ Շիրակի մարզից զինվոր ունեինք, Վահեր անունը, ինքը վարորդ էր, Վահեն սենց գլուխը հետ տարավ, ասաց զանգենք հաջող անենք, ու սենց ձեռերեսին, ասաց զանգենք հաջող անենք տնեցիքին, ասի դու ուղտեն հետ մի գցեք, գնում ենք, հիմա ինչ կլնի, իրար հետ գնալու ենք, իրար հետ գանք, ոչ մտածեք, ոչ նեղվեք, եկել է այդ պահ, մենք էլ մեր տղեկի կողքը պետք է լինենք, ու դե արագ արդեն ինչքան հնարավոր էր արագ, ես ընտանիքից չեմ զանգել ընդհանրապես, իմ ընտանիքը այդ պահին իմացել է, որ ես այդտեղ եմ գտնվում։ Ես զանգեցի քերուս, հա, ասես քեր ջան, всё, եկավ այդ պահը, մեկ էլ հորեղբորստեղուն ինքը Մոսկվայում էր ապրում, եկել էր այդ պահին Հայաստան, որ ինքն էլ մասնակցել, ուղղակի որ ստեղի գրանցում չուներ եւ այլն, իրան չէին ուղարկել։ Ինքը անձամբ ուզում էր, հա, ինքը անձամբ ուզում էր հենց գալ իմ հետ ոնց որ այդ գործողություններին մասնակցել, ուղղակի այդ օրենքներին համաձայն չկարողացավ։ Մեկ էլ զանգել եմ իրան, ասի տնեցիքին կասես, դու անձամբ, բայց անոնց կանաս իրանք ինձ չզանգեն, ես հետ չեմ կանգնելու իմ մտքից։ Ոբշեմ հավաքվեցինք, այս կոմենկոմ իջանք արդեն մեր այդ էնիս գրակային դիրքը, այնտեղ արդեն բոլոր ստորաբաժանումները ովքեր անգամ մեր պիխոտի
գծում էին կանգնած, հա, առաջտագծում իրանց հետ միասին, այդտեղ հավաքվեցին, իջանք գունդ, ամեն մեկս արդեն մեր մտքերով, մեր իրերն ենք հավաքում, առաջին անհրաժեշտության ինչ պետք է տանենք հետներս, դե մենք ասեմ, մենք դիրքեր բարձրանոց միշտ մեր ջուրը ունեցել ենք, մենք չենք նաև այ բարձրանական դե ասենք չգիտեմ, գետից ջուր կխմենք կամ արվից կամ սարի ջրից ջուր խմենք, դες բան չենք ունեցել։ Վեշավոներն են նորմալ համալրված էր, չէ՞։ Միանգամայն, հա, որովհետև այդ պատրաստակամությունը կոնկրետ հրետանուց դիմաց առջև դրված էր։ Մենք պետք է դա անեինք, չէինք կարող չանեինք։ Ու այդ ժամանակ Վաշտիս հրամանատարը, հա, որ ինքը արդեն այդ ժամանակ պաշտոնի բարձրացում էր եղել, ինքը արդեն տեղափոխվում էր հրետանու շտաբի պետ։ Բայց ինքը դե քանի որ հələ բաժակա էր, հա, ժամանակավոր էր, այսինքն իր անդեղի գործողությունները միջև վերջնական հրամանի գալը, ինքը այդ պայն մեր հետ էր գտնվում։ Ավետիսյան Վահանը ու մենք այդտեղ ես Վահան Ավետիսյան ջան ասա երբ են գնում, դե սպասեք, ասեմ, գնացեք մի քիչ հանգստացեք ու արդեն 2 օր ամբողջ անձնակազմը չի քնել։ Ես էլ իմ վրա ոնց որ տենց խնդիր եմ դրել, պետք է հետևեմ տղեկը սա հասցնեն, անես չդառնա մի բան չտանենք, որովհետև կոպիտ ասած այդքան որ այդ տղեկին համ համոզել եմ, տրամադրել եմ այդ մտքին, ոնց որ մի կողմից էլ ես իմ առաջ եմ խնդիր ծառացել։ Որ ես պատասխանատվություն ունեմ, այսքան որ ասել եմ, այդքան լավ կլինի, արդյոք կլինի։ Թե չէ։ Այդքան հետ կգանք։ Հետ կգանք, թե չենք, արդեն ես էլ իմ մեջ կասկածներով բան։ Ու այնտեղ ունենք մի հատ այլ զորամաս, հա, փոքրիկ քաղաքի մյուս հատվածում, ինքնս դոսավներ, ուղղակի այնտեղ էլ ժամկետային ծառոներ կային։ Մենք մեքենաներով գնացինք հասանք այնտեղ, որ պետք է մեքենաները արդեն այդ վարելանյութերը լրիվ զապրավկա լինեն ու ընդդեմ շարժվենք։ Վարելանյութերի հատվածը այդ գործողությունը տեղի ունեցավ, որ արդեն ինձ էլ ինվենտանիկից զանգեցին չգնաս եւ այլն, ու այս հողպորստական ասաց, ես քեզ ցած մի բան ասեմ, եթե դու գնում ես որ քո համազին ծառակից ընկերների կողքին լինես ու դու կարող ես այդ բնույթով շարունակես, գնա։ Եթե դու գնում ես մենակ դրա համար որ չասեմ վայ փախավ, մի գնա։ Դա ես միանշանակ կողմեի որ Բայց կարայք հրաժարվեիք։ Ոչ թե հրաժարվեի, այլ չգիտեմ, եւ կարող է եւ հնարավորություն լինել չգնալու։ Հա, ես էլ գիտեմ, դրա համար եմ հարցնում։ Կարող է եւ հնարավորություն լինել այդ բան չգնալու։ Արդեն չմտածեի, որ հետո, չգիտեմ, ռազմական տրիբունալի առաջով ազգի դավաճան դուրս կգայի, այդ դրա մասին այդ բան կարա չմտածեի, այդ քայլով շարժվեի, բայց չէ, այդ չուզեցի ու շարժվեցին։ Գիշերը ժամը 3-ին միջև Լեռնային Ղարաբաղ հասնելա, տենց կալոնայով իրար հետևից գնում էինք։ Կուբատլույով եք իջել դեպի Գովիսի հատվածով, հա, տենց Կուբատլույով, Խնձոր Էսկով, եթե ճիշտ եմ հիշում, այդ հատվածով տենց մտանք, առաջացանք, հա, լուսադամ ժամը 6-ի 7-ի կողմերն էր արդեն Ազատ Արցախը ողջունում է ձեզ։ Գնացինք մի անգամից Կարասնի շուկա, Լեռնային Ղարաբաղցու ասած Կարասնի բազար։ Գնացինք ընդ տեղակայվեցինք ու սենց հասկանում եմ, որ ես էլ չեմ դիմանում, էլ չկամ գոյություն չունեմ, զորքին տվեցին խնդիր, որ աղվեսա փոսեր փորեն։ Այնով ներքև դեպի, հա, պետքա փոսեր փորվեն, գոնե մի մետր խորություն, հա, ու ինքը գոնե այս ճեղքվածքը պետք է ունենա, որ գոնե այդ պատերի հատվածով ասկոլկեքը գոնե թեքրփի, այդքան վնաս չկրենք։ Ու այդ օրը որ արդեն մենք հասել էինք, իմացանք, որ այդ Գազանչեցոց վանքը, հա, կորստուն է, այսինքն վանքին են արդեն խփել, եկեղեցուն են խփել։ Հոկտեմբերի 7-ին էին խփել, ես 8-ին եղել եմ Գազանչեցոց։ Հա, մենք արդեն, հա, լուսադեմ 8-ին արդեն ընդեղ էինք, էլի Ղարաբաղում էինք։ Հա, ու արդեն դե սկսեցինք այդ գործողությունները, փորել եւ այլն, հա, ու հասկացա, որ լավ չեմ, ու էլ ի վիճակի չեմ, այդ պայն ոնց որ մի 10 րոպեով ես կորա զգացողությունս կորցրեցի ու էլ այդ 10 րոպեն չեմ հիշում ինչ ա եղել, դրանից հետո որ արդեն աչքերս բացել եմ, տեսա որ հա արդեն պատկերացնում եմ թե որտեղ եմ, ինչ հատվածում եմ ու ինչ խնդիր ունեմ իմ առջև դնելու։ Այդ օրը երեկոյան պետքա գբարձանայինք արդեն այն դիրքը, որտեղ որ ի սկզբանե պետքա գնայինք, բայց Ջաբրայել կոչված այդ հատվածը չկար։ Այդ օրը մեր դե գնացել էինք ամբողջ գնդով, մեր գնդում գոյություն ուներ 2 ականանետային մարտկոց։ Մեկը արդեն պայմանագրայիններն էին, մեկը ժամկետայինները։ Պայմանագրայինների ականանետային մարտկոցը ու մի քանի պիխոտնի վաշտ, հա, այդ օրը 3 գիշերով
ժամը տենց կոնկրետ չեմ հիշում, երևի թե 12-ի կողմերը արդեն դիրքեր էին բարձրանում այնտեղ, որտեղ որ իրանք պետք է զբաղեցնեին։ Մենք նստեցինք ես, Վաշտի հրամանատարը ու դասակի հրամանատարը, Ադոնցը, մեկ էլ Կարապետյան Գարիկը, նստեցինք այդ կամազի կաբինկի մեջ, առանձին զրուցելու ու ոնց որ ամեն մեկս մեր զգացողություններն ենք կիսում ու փորձում ենք փոփ դիմացին զգացողությունները ու ինչ որ մի հատ կարմիր այդպես բոց աչքիս ընկավ, հա, Ադոնցին ասեցի, Ադոնց չգիտեմ, նայի, զերքով ցույց տվեցի այդ հատվածը ու ասաց ինձ թվում է մերոնք են։ Ու իջանք մեքենաներից արդեն փորձեցինք հասկանալ իրավիճակը ու գնդի զամերից, այսինքն ավելի բարձր պաշտոնյաներից փորձեցինք հասկանալ 99% վարկածով մերոնք էին։ Այսինքն մերոնց այդ շարասյունը գոյություն չուներ, վերացել էր, խփել էին ադրբեջանցիները։ Ու արդեն ամեն մեկս մեր գործով, էլ որ բնական է, չենք կարող հանգստանանք, այտենց ագնապը մեջ։ Արդեն մարտի մտնելը ոնց սկսվեց։ Հաջորդ օրը առավոտյան այտենց լուրը եկա, որ սա վայ կասետայինը գալիս է, ամեն մեկը միտեղ եղեք, իրար հետ չլնեք, ամեն մեկը մի ծառի մի բանի տակ, սենց։ Ու եթե ճիշտ եմ հիշում, այդ օրը ինչ որ մի հատ այդպիսի ռակետ, հա, եկավ գնաց Գափան, եթե ճիշտ եմ հիշում։ Ու հակառակ կողմ լրիվ ադրբեջանցիք ուղարկեցին, ոնց որ թե հա Սմերչը ուղարկեցին հակառակ կողմ, ոնց որ մենք հաստատ այդ բանը մեր հետ էր։ Ու հապշտաբ մեզ հավաքվել տվեցին ժամը 2-ի կողմերն էր արդեն, մի անգամից նստում եք ձեր մեքենաները ամբողջ անձնակազմով, 4 մեքենա մենակ մեր մարդկոցն է ունեցել։ Նստում եք ձեր 5 կներեք։ Նստում եք ձեր մեքենաները արագության սահմանափակում չկա։ Ինչքան տեղ ունի մեքենաները քշում եք, չեք կորցնում իրար, ձեր ռացիաներով մեկը մյուսի հետ կարողանում եք կապ պահել, չկորեք, տղեկ չեն կարողանա գտնենք իրար։ Դες 4 հաշվարկների բնականաբար ամենավերջին մեքենաներինը Վարովսիս ես նստել եմ, ինքը համ փորձառու էր, համ անփորձ էր։ Ու այդ վախի մեջ էլ վայ այդ դմփոցները ահա սնարյադների, էդ էլ չէ մեքենան շարժում բան Սուրոջան քշի չմտածես, մեզ բան չի լինելու, քշի, եթե չես ուզում անգամ խոսանք, չենք խոսա, բայց քշի, հանգիստ ու արագ։ Քշի, իջի մենք քշենք։ Հասանք մի հատ հատվածի ռացիով Ադոնցը առաջի մեքենայի մեջ էր, կապ տվեց, ասաց բեսպիլոտնիկ իջեք ավտոներից։ Ավտոներից իջանք, սկսեցինք կրակել։ Դե ունենք ավտոմատներ, այդ ավտոմատներով սկսեցինք կրակել, բեսպիլոտնիկը հենց ընկավ ներքև, կապը տվեց, ասաց նստեք ու արագ, նույն կերպով շարունակում եք։ Նստեցինք այդ 3-4 մեքենայից մեր 4 հաշվարկի մեքենան հետ ընկավ։ Չեմ կարող ասեմ ոնց, ինչի համար, բայց հետ ընկավ մեր մեքենան։ Ու տեսադաշտից կորցրեցինք։ Տեսադաշտից կորցրեցինք ու ռացիայով այդ պահին հաճախականությունը ուրիշ ստորաբաժանման հաճախականության հետ ընկավ իմ ու լսեցի կրակեք ու այդ հատվածը ու ասի տղեկ ոնց որ թե մնացինք ինչ կատարվեց մեր հետ կանգնել ենք այդտեղ դե հիմա հաճախականությունը իմ զորքի հետ իմ ռացիայի հետ չեմ կարողանում ունենալ Մարտունի հադրուտ այդ միջակայքում տեսեք այդ հադրութում չգիտեմ այդ հատվածին ոնց են ասում բայց այնտեղ մի հատ կալցևո կար հա այդ կալցևո վրա խաչ էր մեծ այդ խաչի կալցևոն հենց անցել ենք ուղիղ այդ հատվածը արդեն մենք էլ մեր զորքի հետ չենք կարողացել շարժվենք դեպի առաջ դեպի հիմնական այդ կրակային դիրքը ու ուտեղ իջել ենք մեքենաներից ուզում ենք հասկանանք ինչ կատարվեց խի մենք հետ ընկանք ռացիայով մի հատ հաճախականություն ենք բռնել որոնց հադրութի զորամասի տղեկից մեկին հա դեքսանը հետևում էր ականատային մարտկոցը սկզբում էր ու տենց խոսացինք հետները կարեցանք ասին տղեկ հետ եք ընկել ձեր ռացիայի հաճախականությունն էլ մեզ անգե փորձեք մի բան անել ու այդ ժամանակ գնդի հրամանատարի պատրիոտը շատ արագ անցնում էր որ անցավ այն ժարգոնով ասած ամեն մեկը շվացեց չգիտեմ մի բան սենց անում էր որ մեր տեղը ցույց տալ հա մենք ստեղ ենք եկեք ու այդ պահին եթե ճիշտ եմ հիշում մարտական հերթապահության ծառայության պետը ինքն էր վարում այդ մեքենան գնդի շտաբի պետը Մինասյան Վահագը այսօր մեր զորամասի արդեն հրամանատարն է Մինասյան Վահագը կողքին նստած էր պատտվեցին եկան մեր մոտ ասացին ու գնում ենք մեր հետևից եկեք մենակ արագ չկորցնեք մեզ որովհետև այլ հնարավոր չի լինելու ոչ մի բան
Դե մենք շարժվեցինք այդտեղ ու այն ամենապիկ արագությամբ, հա, անգամ ագրանիչից էլ կար, չէ, ավտոների հետ կամազների, էտել էինք արդեն անցել այդ մեր վախից։ Ու գնացինք արդեն այդ սնարյադների տեղատարափից մեքենան արդեն աճ-ձախ եւ այլն, մի կերպ կոպիտ ասած զորով շարով գնացինք հասանք մեր կրակային դիրք, հենց դե արդեն տեսնում էինք դիակներին էլ էինք ճանապարհի վրա տեսնում, զոհվածներին, վիրավորվածներին էլ էինք տեսնում ու անգամ այդ նորմալ, հա, զինվորներին էլ էինք տեսնում, հասանք մեր կրակային դիրք, իջանք այդ կամազի հետևից այդ պիտի բացես, չէ՞, ոնց է բորդը։ Հա, պիտի բացեինք, հա, տեսանք մեր զինվորներից մարդիկ կան, որ կամազի մեջ չեն։ Մեր համազինծառայից ընկերներն էին, հա, տեսանք մեջը չեն։ Առաջինը ու այդ հետ ընկնելուց եւ այլից հետո առաջինը այն կրակային դեպք որ պետքա գնանք մենք էինք հասը։ Էդ էլ էր մեր համար արդեն կասկածի տեղիք տալի։ Մտածում էինք ով այն 3 ավտոն всё, այսքան շուտ, հա, սենց պետք է լիներ։ Եկան սա հասան մեզ, մենք ընտրեցինք սենց մի հատ արվոտ, հա, ցամաքած զորակեր, այտենց մի հատ տեղ, որ պետքա այդտեղ լինենք, որովհետեւ ադրբեջանցիները ունեին շատ տեխնիկա ու սպառազինություն, բայց ուղեղ չունեին։ Իրանք հասված է իրանք համար գոյություն չուներ, էլի իրանք մենակ կրակում էին կվերացնենք, չէ, այս սկզբունքով։ Դա սկսեցինք այդտեղ միանգամից աղվեսափոսերը փորել, կարգավորել, չգիտեմ, ամեն ինչ անել, զենքերը բերել մարտական իրավիճակի թե այն հատվածը, որը պետքա ընտրենք։ Մենք ընտրեցինք ու մեզ հրաման եկավ այն հատվածը, որը պետքա նայել, եթե ճիշտ եմ հիշում, Մարտունի 2-ի առաջնագծի ետնամասը։ Աջ հատվածում ընկնում էր Ջաբրայելը, մեզանից ձախ ու հետև արդեն մենք էլ հետը հադրութում էինք գտնվում, Ֆիզուլին մեզնից մի փոքր աջ էր ընկնում, միջով Ջաբրայել ընկած հատվածը, Մարտունի 2-ում, եթե ճիշտ եմ հիշում, իհարկե դրանից ձախ էր։ Մենք պահեցինք այդ հատվածը, դա ականատային մարտկոցը կրակումը մինչև 6700 մետր։ Հիմնական 6-րդ լիցքի կրակային այդ առավելագույն չափն է, նշանոցը դրեցինք, կարգավորեցինք իր թվերով ու մեզ ասացին միջև մեր առաջնագծի զինվորները չնահանջան, մենք չենք կրակելու։ Դե առաջի օրը всё տեղավորվել ենք հանգիստ մեր համար, արդեն մեզ ծնունդ են բերել այդ օրը, չգիտեմ, ու այդ մնացած է էլի։ Բերել են առաջի օրը ամեն ինչ նորմալ էր, ու անգամ այնպեսի պահ ստեղծվեց, որ ասում ենք, «Արա լավ, եկել ենք Ղարաբաղ, կարող է չենք մասնակցելու էլի այս կռվին։ Եթե սենց պետք է լինի, պետք է ենք եկել ստե»։ Ու ոչ թե մենք մեզ ենք աչքով տալիս, այլ իրոք պետք է լիներ այն ինչ պետք է լիներ, էլի։ Ու իսկ հաջորդ օրը բացի այն դիրքից, հա, որ մենք ականան հետ ուղղել էինք այդ դիրքը, բացի այդտեղ պլյուս-մինուս 30 աստիճանից, հա, բացի այդ 330 աստիճանով սկսեցինք կրակել, այսինքն բոլոր ուղղություններով, թե գիշեր, թե ցերեկ։ Առաջի կրակը հիշում եմ, որ ունեցել ենք զալպով, այսինքն 4 համազարկով, 4 ականանետերը միասին, նույն ուղղությամբ։ Այսինքն առանց կանգնելու ինտենսիվ կրակել եք էլի։ Սկզբում ամենաառաջի կրակը, որ մենք բացել ենք, հենց 4 ականանետով սկսել ենք կրակել անընդհատ։ Ստացվել է, որ շրջափակման մեջ եք հայտնվել, հիմա խնդիրը առաջի օրը չէ, առաջի օրը տենց որ ասեմ, հենց շրջափակումը չէ, բայց կարամ հա նշեմ, որ մեզանից մի փոքր աճ տենց բլուր կար, հա, սար կամ բլուր սենց, այնտեղ չգիտեմ որտեղի զորքն ա եղել, բայց գիտեմ, որ այնտեղ D20 մարտկոցն ա եղել։ Ու գիտեմ, որ այդ D20 մարտկոցից ամբողջը զոհվել են այս պահի դրությամբ, բայց այդ պահին զոհվել են ամբողջ մարտկոցը բացի 2 հոգուց։ Այդ 2 հոգին 4 D20-ով անենց խնդիր էին լուծում, որ մենք հնարավոր է այդ խնդիրը չենք էլ արել, որովհետև ադրբեջանցիները անընդհատ ուզում են իրանց խոցեին ավելի շատ քան մեզ, իրանք մեզնից բարձր աճ սարի վրա են, ուզում են իրանց խոցեին քան մեզ, ու իրանց խոցելը դարել էր անգամ բեսպիլոտնիկը իր գինը ունի, այսինքն իրանք անիմաստ չեն օգտագործի մի հոգու համար, բայց դարել էր այնպիսի իրավիճակ, որ իրանք մի բեսպիլոտնիկը օգտագործում են հենց այդ մի զինվորի համար։ Չկարեցան խոցեն այդ տղեկին, չկարեցան, վերջում օրով չեմ հիշի, ու ոչ էլ մեր գործողության վերջում այդ ընթացքում, հա, 50 դիվերսիոն խմբով, այսինքն մի դիվերսիոն խումբը 50 անձնակազմից բաղկացած մտավ հենց իրանց դիրք, ու այդ 2 հոգին հենց այդ օրը
այդ պայից զոհվեցին, հա։ Ու մեր խնդիրը ոնց որ արդեն դարա որ մենք մենակ ենք, որովհետև կարաստի բազարից տեղափոխվելուց արդեն մենք գնդի խնդիր ենք իրականացնում։ Ով փախավ, ով մնաց, ականանետային մարտկոցն էլ չկար գնդի, այսինքն պայմանագրայինների մարտկոցը էլ չկար։ Ու այդ պայից սկսած մենք արդեն իրականացնում ենք գնդի խնդիր, կրակում էինք։ Իսկ ինչ խոցումներ եք տալիս։ Ասեմ, Այսինքն դուք տենում եք օրինակ իրանք հետևակով առաջ էին գալի, չէ, մենք մեր դիրքը ստորաբաժանումը մեր չի տեսել ադրբեջանցի այդ կրակային դիրքում, բայց նշան մի հատ բան, չգիտեմ, եթե եղել է այդպես ստորաբաժանումը շատ գովելի է, բայց ես մեր այդ պոզիցիայի մասով կարամ ասեմ, մենք եղել ենք միակ այդ հատվածի ստորաբաժանումը, որ լարային հաղորդակցության միջոց ենք ունեցել։ Մենք այդքան պատրաստված գնացել ենք մեր կապավորներով, որ տապիկ ասվածը համ ներքևից ունենայինք, համ վերևից։ Հրամանատարական դիտակետ էինք ստեղծել, այնտեղ գտնվում էին գնդի հրամանատար, շտաբի պետ, դե գիտեք, պատերազմական իրավիճակներում գնդի շտաբի պետի խնդիրը ավելի շատ է, քան հրամանատարի։ Գտնվում էր հրետանու շտաբի պետը, այսինքն այդ ժամանակ արդեն մեր Ավետիսյան Վահանը, իսկ հրետանու պետը դոսաֆի անձնակազմի հետ մեկ ուրիշ խնդիր էր իրականացնում։ Այնտեղից կոորդինատները նայում էին թշնամու կուտակում առաջ խաղաց ընթացքի զորքերի թիվ քանակը նայում էին ու իրանք այնտեղից մեզ տեղեկացնում էին հաշվարկով, իրանք դե բուսոլ հեռաչափով նայում էին, հաշվարկ անում էին, մեզ տալիս են, մենք տեղադրում ենք նշանոցի մեջ անկյունաչափ թե հեռաչափ, սենց ինչ-որ մի բան էր, հա, դրա վրա տենց տեղադրում ենք, բարձրության, մեկը բարձրության համար էր մի պղպջակը, մեկը արդեն աճ կամ ձախի համար էր։ Առաջի կրակը, հենց այդ համազարկի կրակը եղել է 600 լիցքով, այսինքն առաջի կրակը արել ենք 6700 մետրին համարժեք հեռավորության վրա։ Մի քանի, հա, տենց չգիտեմ, 10 կամ 20 կամ 30 կրակ հետո, եթե ճիշտ եմ հիշում, 2 մինամյոտը խնդիր տվեց։ Մեկը ԱԾՇԿ տվեց, ու իր հենասյունը ջարդվեց, այն մյուս ականանետը էլի ինչ-որ խնդիր տվեց, որ այն կարգի խնդիր էր, որ ինքը չէր կարող կրակ բացել։ Ինքը չէր կարող կրակ բացել։ Եվ այս մեկը ավարտը դեպի որ կողմում եք ավարտել պատերազմը։ Մենք ստորաբաժանումով մեր ավարտը հետ ենք քաշվել մեր դիրքերից, այսինքն թողել ենք այդ դիրքերը, հրաման ենք ունեցել, որ թողենք այդ դիրքերը, որովհետև արդեն հենց այդ ավարտի օրը, հենց ասեմ, հոկտեմբերի 17-ին մենք հադրութից հենց դուրս էինք գալիս արդեն, ուխի ենք հենց այդ օրը մենք դուրս եկել, որովհետև այդ 4 մինամյոտից, այդ ականանետից, այդ պահին ու դրա նախորդ օրը ու այն մի օրը 3 մինամյոտ չի աշխատել, աշխատել է մենակ իմ մինամյոտը, իմ ականանետը, որովհետև այն մի ականանետի դիմաց մի հատ sense հաստ բնով մեծ ծառ էր, որ այն կրակային ուղղությունը որ դի կրակեինք, սնայրադը մի անգամից դրան էր խփելու ու դերի անձնակազմը մեծ կորուստ կունը, ու հնարավոր է որ մանային, դրա համար այդ բանի խնդիրը մենակ ես էի իրականացնում, այդ ամբողջ զորքը մենակ սնայրադ էին բերում։ Իսկ եղել է դեմ դիմաց Թշնամու հետ ինչ-որ գործողություն։ Որպես պիխոտ արդեն Հա, բայց նահանջի ժամանակ ենք ունեցել այդպիսի խնդիր։ Այսինքն շրջափակման մեջ եք հայտնվել։ Մենք այդ վերջի կրակը որ արել եմ, սնայրադները վերջացել է, մեզ ասել են, որ պետք է սնայրադ բերեն։ Եկել է մի հատ տենց բեռնատար մեքենա, սկսել ենք սնայրադների այդ արկղերը դատարկել, մի արկղի մեջ 2 սնայրադ էր։ Առանց նայելու ինչ ոնց մի անգամից սկսել ենք դատարկել, երևի կլիներ մի 20-25 հատ արկղ դատարկել էինք, ադամցի հետ խսենց զրույցի ժամանակ կարող է մի հատ բացենք նայենք, տենանք մեր իմացած սնայրադներից է թե ռուսական, որովհետև մեր զենքը սերբիական արտադրության էր ու այդ սնայրադի վրա այդ իր բարույթները որ կար, հա, այդ որ արդեն ինքն էր այդ պայթող հատվածը հանդիսանում ձյուն ալի նման էր։ Մի կողմ բաց էր ու սենց 6 հատ իրար կողք շարած էր, այսինքն եթե ուզենայիր 5-րդ լիցքով կրակեր, քաշում հանում ես մի անգամից։ Իսկ ռուսական արտադրությունը սենց գուբկեքի պես էր, դու իրան պետքա ձեռով կապեիր։ Ինքը լրիվ գոլի վիճակ էր, դատարկ վիճակ էր, եթե պետք է 3 հատ կապեր, արագ պիտի 3 հատ հասցնեիր կապեիր։ Ու դրանց ուղղությունները սենց այդ քարկապված հատվածները պիտի հակառակի լինեն, պիտի մի կողմ չնայեն, որ իր գործողությունը, իր էֆեկտը ճիշտ աշխատեր։ Բացեցինք նայեցինք, տեսանք, որ 120 մմ
Սնարյադի տեղը մեզ բերել են 82 մմ սնարյադ։ Դե բնականաբար ինչ ախի, վարորդը ասում է, Ես ընտրի։ չէ, շփոթել ենք, ես եմ եկել ստեղ, այնի վարորդը գնացել է 82-ի մոտ։ Դե բնականաբար այդ ամեն ինչը հետ ենք դնում մեքենան, ասում ենք հաջողություն գնա։ Քանի սնարյադը երևի մնացել, տենց չեմ էլ իջում, բայց քիչ է, տենց կրակել, ու մենք առաջը որ հենց մտել ենք արդեն այդ կրակային դիրք, մենք քարտեզը որ բացեցինք, անկեղծ ասած մենք չենք իմացել, մենք որտեղ ենք։ Մենք որ հասել ենք այնտեղ մեզ չեն ասել, վայ նայեք, դուք ես հատվածում եք։ Մենք փորձել ենք մեր տեղը քարտեզի վրա գտնել, նշել ու մեր գնացած ճանապարհը, բայց մենք մեր համար երկրորդ ճանապարհ ենք գտել, որ կարողանանք նահանջանել, երբ արդեն կջոգենք, կհասկանանք, որ հնար չկա։ Այդ ճանապարհը արդեն որ գծել ենք, որ պիտի դուրս գայինք, արդեն հասկացանք, որ լրիվ sense փակուղու մեջ ենք հայտնվել 4 կողմից։ Փակուղի ու այդ օրը արդեն երևի հենց այդ մեր կյանքի ամենադաժան օրերից մեկն էր այդ, որ չի մոռացվի։ Զոհեր ու վիրավորներ այդքանի այդ ժամանակահատվածը քանի օր եղել է, այդ անընդհատյա ունեցել ենք։ Մեր առաջնագծում գտնվող հենց մեր գնդի զինվորները բլիժնի բոյի մեջ են մտել, որ այդ պահին իրենց միակ փրկությունը իրենց խոսքով եմ ասում, էլի ասում են հեսա մինամյոտը կկրակի, հեսա կկրակի, որովհետև իրենց այդ ճշնամու ջոկատը, հա, բաղկացած է, ասենք 5-600 հոգուց։ Իսկ մեր առաջնագծի զինվորները, ասենք, չգիտեմ, 2 կիլոմետր հա գծի վրա կանգնած էին, ասենք, ամեն 10 մետրը մեկ մի զինվոր, իսկ իրանց կուտակումները միանգամից գալիս էին ու այդքանի դեմ առնելը մի քիչ դժվար էր։ Մանավանդ ռմբակոծություններ էին անում դե պիխոտի գրոհի զուգը։ Սկսեցին մեզ շատ բամբյոշկի տակ պահել, արդեն զգում եմ, որ ես որպես մարդ ես չեմ, այսինքն ինքս իմ մեջ ինչ-որ փոփոխություն եմ զգում, թե այդ ձեներից, հա, այդ ամեն ինչ վրաս արդեն ազդում է, ու քանի որ այդ 3 ականետ էլ չկար, վաշտի սահմանատարին ասի ես չեմ կրակում, այս բանի վիճակի չեմ, խանգարվել է հոգեկանս, թող կրակի Սոլոմոնյան Էրիկը, ինքը այն մյուս հաշվարկի հրամանատարն էր, շատ հոյակապ տիրապետում էր իր զենքին։ Ես այս բանը չեմ կարա, ոչ թե խուսափում եմ կամ փախնում եմ, չէ, ձեր հետ եմ, բայց հոգեկանս խառնվել է, ես չեմ պատկերացնում այն ինչ է կատարվում, որովհետև առաջնագծից այդ ամեն ինչը որ արդեն ինձ գալի հասնում էր, ծանր է տանում։ Կապնվել ստացվել էր, թե եղբորս հետ ասեմ, կարասնի շուկա եղածս հատվածում, որ այդ առաջի օրը գնացել եմ, Ջաբրելի զորամասից հենց այդ ստորաբաժնում այդ հատվածում ա եղել։ Ին վաշտի հրամանատարը իմացել է, բայց հույզերից խուսափելու համար ինձ այդ բանը չի ասել, որ քո եղբայրը իր ստորաբաժնումով ստեղ է, ոչ էլ իմ եղբորն են այնտեղ ասել, որ ասենք մեր գունդը այդ հատվածում է։ Մենք իրար այդ օրն անգամ չենք հասել տեսնել, ու այդ ընթացքում չէ մենք ոչ ոքի հետ կապ չենք ունեցել, որովհետև անգամ հեռախոսները ամեն մի հատվածը sense ջարդը շպրտել ենք մի կողմ, որովհետև իրոք ինքը մեր համար ծառացած խնդիր էր, մենք չէինք կարողանում դրա դիմաց, որովհետև զգում էինք, որ հենց ասենք մի հատ չգիտեմ, միացված հեռախոսը լինում էր կամ քարտը մեջ հեռախոսելում, մեր տեղը միանգամից գտնում էին իրենք։ Ու կարակը ու այդ ժամանակ հա այտենց շատ վառ հիշում եմ, որ վաշտի սահմանատարը մի քիչ իզնից այն կողմ, հա, այդ խնդիրները որ տալիս էր, այս նշանաթիվը, ACD միանգամից 20 հատ կկրակես, այսքան կկրակես, այսքան կկրակես, կամբատը եկավ, այսինքն գումարտակի հրամանատարը եկավ, ասի կամբատ արի բան եմ ցույց տալիս։ Եկավ ասի հիշում ես, որ մեր մոտ, մեր Հայաստանում, մեր դիրքերում ինձ ասում էր, եթե պատերազմ սկսվի կրակի ժամանակ ստվոլը ինչ գույն պետք է լինի։ Ասում եմ, հիշում եմ, պետք է լինի վառ կարմիր, մուգ կարմիր։ Ասի արի ստվոլս ցույց տամ քեզ։ Ստվոլս այս դրոշի գույնի է, կարմիր։ Այն որ եթե, չգիտեմ, ծանր գործիք ունենայինք, թեկուզ մուրճ ունենայինք, հա, խփեինք, միանգամից կջարդվեր։ Ինքը շիկացել էր։ Ու այդ հաջորդ կրակի ժամանակ սնարյադը մնաց մեջը։ Այդ հնարավոր դաժե մեջը պայթի, ինքը դե բնականաբար տեսել եմ, էլի, լարում է ստացել, առաջի լարումը ստացել է, երկրորդ լարումը արդեն ընկնելու պահին է ստանում։ Ասեմ, սնարյադի սկիզբը տալուց, այսինքն այդ թելը քաշելուց հետո, որ ինքը թռնում է, այդ ստվոլի այդ ճեղքվածքը բերնի հատվածից միջև
վայրը ընկնելու հատվածը տևում է 46 վայրկյան։ 46 վայրկյանի մեջ օդում պահել եմ 15 սնարյադ։ Ինքը տենց չլսված բան է, որ 46 վայրկյանում օդի մեջ 15-ած սնարյադ մնա։ Այդ մենակ իմ շնորհքը չի եղել, այդ եղել է այն զինվորների, ովքեր իմ հետ այդ պահին այդտեղ են եղել։ Ամեն մեկը մի սնարյադ սենց ուսին դրած, հենց մեկը թռնում էր, մյուսը գցում էր այնքան, որ հասցնեինք։ Այդ կրակի դեպքում մենք շարժական BTR ենք խփել։ Ինքը ականանետային խնդիրը կատարելու համար շատ դժվար է։ Դե հա բա։ Որովհետև պետքա չափես, հասկանաս որ պայն որտեղ կլինի, որ ժամանակին ինչ արագությամբ է ինքը շարժական BTR եմ խփել։ Ու հիշում եմ, որ Վաշտի հրամանատարը ընդդից ասաց ռացիայի այդ պատասխանի գնդի հրամանատարն է, ու գնդի հրամանատարը ասում էր ապրես, խփել ես մի 800-ից 1000 հոգու ապրես, ու ես արդեն այդ իմ խառնված վիճակին համ գոռում էի, համ չգիտեմ, ուրախությունից ասենք տեղս չէի գտնում, որտեղ եք շարունակեք նույն տեմպով, միջև այդ ածեշկա տալը։ Դե այնտեղ էլ էր ցուրտ, տնից չի տակեր, հատկապես այդ этаպին, հա, բուշլատներ ունեինք մեր հետ, այդ վերևի հատվածը, ասենց վերցել էինք, մի 3 հատ իրար վրա դրել էինք, որ ձեռքերներս չվառի այդ շիկացած տվոլը։ Իրան ասենց հանգիստ դատարկեցինք, ունեինք մի հատ շամշադինեցի զինվոր Զարգարյան Գևորգ անունը ազգանունը, ինքը դե շամշադինը գիտեք, միշտ էլ այդ խնդիրը արժև եղել է, ինքը ոնց որ հենց այդտենց ընտանիքի մեջ էլ եղել է, որ իր հայրը, ասենք, բանակում այդ հացի մեքենան վարողն է եղել, հա, ինքը ոնց որ անվախ էր։ Այդ սնարյադը, այդ որը արդեն լարում է ստացել, սենց տվեցինք, սենց դրեց ուսին, ծխախոտը կպցրեց դրեց բերանը ու քայլում է, ասում ենք ու իր մականունը Զագի ենք իրան ասում ենք Զագի, այտենց որ քայլում ես, հեսա որ կրակ են տնենք ինչքան ես այտենց կարենալու, ասում են աղբերելնելու բանը պետք է ելնի։ Սիգարետը սենց, որ արդեն 91 թիվն էր աչքերից դեմը գալի, որ այն ժամանակ դե հագիստ էին ավելի շատ քան հիմա, ինքը սենց իրան տալիս էինք, ինքը տանում էր այդ լարված սնարյադները թաղում էր։ Հա։ Թաղում էր մի հատ տեղ, որ հանկարծ ասենք վնաս չունի, եթե անգամ այդ սնարյադի վրա ու մի հատ ուրիշ սնարյադ ադրբեջանցիները խփեն։ Ու այդ երեկոյան այտենց համանապակվեցինք, եկավ այն բա որ հավաքվեք տղեկ։ Արդեն այն վիճակն է, որ կալցոյի մեջ ենք, էլ հնար չկա։ Ինչ անենք, մեր նահանջի ճանապարհը որ գծել ենք չկա, փագա, ընդեղել են իրանք։ Եկեք բարձրանանք վերև։ Իսկ ամենահետաքրքիր պատմությունը, որը ամբողջ կյանքի ընթացքում կարծում ես, որ չես մոռանա, որն է եղել այս օրերի ընթացքում։ Ամենահետաքրքիր պատմությունը հենց այդ ժամանակ, որ բարձրացանք վերևի դիրք, ավելի բարձր հատված, արդեն բոլորով, գնդի ամբողջ անձնակազմով միասին, ու ունդեղ գնդի զամպալիտը Մարտիրոսյան Լևոնը, ասաց զորքը տեղակայվեք ամեն 10 մետրը մեկ էս առաջտագծում ու սպասեք մինչև տեսնենք ինչ կլինի։ Այդ ժամանակ ինձ կանչեց, ոչ թե ինձ էր հենց պետք որ կանչեր, չէ, ուղղակի այդ պայն հենց ոնց որ ես էի թե իրան մոտիկ թեխի ինձ բա ձեր մինամյոտչիկներին կասես թող զանգեն, չգիտեմ։ Մի հատ գողնա տնեցիքի ձայնը լսեն։ Հնար չունենք։ Այդ պայն այդքանը լսելը արդեն մեծ ցավ է, ու չեմ հասկանում, usually sense պետք է վերջանա այս ամեն ինչը։ Ու sense դեպի առաջին մեր դիմաց նայում ենք լույսեր, շատ լույսեր, ու ոնց որ այդ լույսերը անընդհատ գալիս են դեպի մեզ։ Սպարան փողգնդապետ, կասեք, ինչը ասաց իրանք են։ Իսկ հետևում ասաց քո դիրքում արդեն իրանք են։ Միջով տեսնենք ինչ պետք է լինի։ Դա մեր հետ արդեն կապտվում էին, չգիտեմ, տեղական վայնկոմատներից եւ այլն, որ հատվածում եք եւ այլն, մենք իրաց ասում ենք, մենք դելուսային զենքեր կար, չէ՞։ Էսպեշաները։ 3 գույնի մեր տեղը ցույց տալու համար, եթե ճիշտ եմ հիշում, պետք է կանաչը կրակեինք, որովհետեւ կարմիրը բացահայտ հարցակման դեպքում էր, այն դեղին չեմ հիշում, ինչի համար է կանաչը մեր տեղը որ ցույց տայինք, ասացի կրակել պետք է, ասացի ինչա մենք ձեզ կգտնենք, մենք BTR-ներով մաքրելով գալիս ենք։ Լավ։ Ու տենց արդեն ամեն մեկս հաջող էինք անում մեր ընտանիքների անդամներին, հեռախոսով կներեք մամջան, պապջան Սենց չէ ուզում ամենից վերջանաս։ Ու արդեն զորքին տղեկ կային եք, դե չեմ մեկին կասեմ, երկուսին կասեմ, բայց այդ անձնակազմը չեմ կարա բացատրեմ, որ
տղեկ այս գիշերը մեր վերջի գիշերն է, մենք մնալու ենք անցյալի խորքերում, այլ մեզ ոչ ոք կամ կհիշեն, կամ էլ չեն էլ հիշի, ամեն մեկը իր պարտքը համարեց, այդ շամփուրը զենքի հանեց, զենքը դրեց ոտքերի արանքը, շամփուրը դրեց այդ կուրոկի վրա, պարադը բացեց, զարիժը տարած, դրեց ոտքերի արանքը, ասաց ասպաժան ինչ պետք է լինի թողնի։ Մեկը ադրբեջանցին եթե հասնի մա սկզբում դի զենքը տանի, գոնե մի հատ ադրբեջանցի այտենց կտանենք, այսինքն շամփուրը կուրոկը կծալի դեպի ներքև կկարողանանք, սենց թե հենց, որովհետև այդ պայն մենք չենք արդեն պատկերացնում, թե եթե մեզ օրինակ մի հատ թշնամու գնդակ կպներ, ինչ է, ու մենք ավելի ենք վախում այդ ամեն ինչից, լուսացավ այդ գիշերը, ասին նահանջ, ամբողջ գնդով, այդ պայն գիտեք, բրոնիկները հետ էինք շպրտում, որովհետև քարը, հա, բրոնիկի առաջևում է հետևում չկար, հետ էինք շպրտում հակառակ, ու այդ մեր եղածով, հա, այդ ամեն ինչով հետ էինք գալիս, իջանք, հասանք, երևի թե մի 2 կիլոմետր եկել էինք, մեզ դադար տվեցին, թողնել գնացեք նույն դիրքերին, ովից գնացինք նույն դիրքերին, ականոնը տվեցի մարտի ու նշեմ, որ այդ ժամանակ մենք մեքենանորով ենք նահանջ արել։ Ասացին ստել մեքենանով չեք կարող գաք։ Գնացեք ձեր դիրքեր, ձեզով ասել, որ դուք կալցրոյի մեջ եք եւ այլ եւ այլն։ Հենց հետ գնացինք, այդ մի ականոն այդտեղ դրեցինք փոսի մեջ, նշանոցային քանավոր դրեցինք վրան, ասինք մա ծխենք։ Նորից ռացիայի կապը, որ ադոնց շուտ արեք, դուք եք մնացել, սարս հետ են գնում շուտ արեք, ադոնցը տղեկ հելեք, նորից նահանջ են տվել, ուրեմն մենք ենք ուշաս, մեր մոտ է ուշասը դրացիայի կապը։ Այդ ամեն ինչը արդեն զենքը, այդ միականանը տու, այդ բոլոր մեքենաները թողած ոտով գնացինք, ու արդեն որ ոտով գնում ենք, ադրբեջանցիներն հենց այդ պահին ենք տեսել։ Արդեն զենքերով, ավտոմատներով մեզ կրակում էին, արդեն մեր հետևից, որովհետև մենք իրենց հակառակ կողմ էինք վազում, բրոնիկները սենց ընթացքից սենց շպրտում էինք հետ, որ մեր մեջքին գոնե այդ չկպնի։ Տենց երկար քայլել ենք, եւ եթե սուտ չասեմ, որ ուկեսվա մեջ 120 կիլոմետր մոտավորապես քայլել ենք։ Ոչ ջուր ենք ունեցել, ոչ սնունդ ենք ունեցել այդ պահին, մենակ ունեցել ենք այդ մեր ուսապարկը իր մեջ եղածով ու ավտոմատների պատրոնները, որը որ սենց կարովկիքով տվել էին, այդ էլ ավել որպես, դե մինամյոչիկի համար այդ կարովկիքով ավտոմատի պատրոնները ինչին է պետք, որովհետև դու գնում ես ուրիշ խնդիր կատարելու։ Ու այդպես նահանջեցինք, հասանք մի հատ հատվածի մտանք մի հատ դրովի մեջ, հենց այնտեղ հիմնական մեր զորքի կորուստը ունեցանք էլի, որ մենք այդքան տեղը ոտքով էինք գնացել, հետո ինչ որ մեկը հայտնվեց, որ ասաց դուք կարաք ձեր մեքենաները բերեք, որովհետև ստեղից ճանապարհը ապահով է, հենց իմ վաշտից այդտեղ զոհվեց պայմանագրային վարորդը, հենց իմ մեքենայի մեջ, ճիշտ է, իրանը ուրիշ մեքենա է, Սատկո, այդ մեքենան է իրանը, կապավորների մեքենան էր, բայց ինքը այդ մեր կամազով պայմանագրային այդ սուրոյի հետ մեքենան բերելուց ֆագոտի սնայրադը կողքից հենց տալիս են ու հենց այդտեղ տղեկ թողեք ես չեմ գալու ու այդ մեր 3 ժամկետային զինվորները հենց այդտեղ հետ են գալի, ասում են դավոն չկա, այդ պայմանագրային մեր վարորդը դավոն չկա, ավտո չկա, պետք է ոտով կարողանանք եթենք։ Ու այդտեղ արդեն այդ ամեն ինչի սկիզբն ու ավարտն հասկացանք, էլի մնացինք այդ դրովի մեջ, անընդհատ եկարակի տակ, որին ասկոլկա էր կպնում, որը արդեն շարժ անելուց մի սնայրադի մեջ էր լինում ու հասանք ինչ-որ սենց տեղացիների լեզվով ասած նավ էր, սենց ինքը ջրի համար նախատեսված բետոնից չգիտեմ ինչ էր, հասանք այդտեղ մի քանի մեքենա կար կանգնած, ասացին ստեղ արդեն Լեռնային Ղարաբաղի անձնակազմն է, ստեղ ադրբեջանցիք են, ստեղ մենոնք են։ Այդ ամսի քանիսն էր։ Երևի թե հոկտեմբերի 19-ը։ Օրինակ, այս ամեն ինչի միջով անցնելուց հետո ինչ է տվել քեզ պատերազմը ու այդ հասկացածով դու ինչ կուզենայիր փոխանցել մնացածին։ Պատերազմը ինձ տվեց կյանքը գնահատելու նոր էտապ, որ ես հասկացա, որ կյանքը կորցնելը ինչ համ վատ բան է, համ թանկ բան է, այսինքն որ դու կարաս այս պահին լինես ու հաջորդ պահին չլինես, որովհետև այդ ամեն ինչի մեջ, հա, այդ ամբողջ կորուստերի մեջ իմ համար մի հատ անդառնալի խորը ցավել մնաց իմ եղբոր կորուստը, որը մնաց պատերազմի դաշտում։ Իր ծնունդի օրը հենց հոկտեմբերի 30-ին լույս գիշերը, այսինքն ինքը
Մարտունու շրջանի Մաշկալաշեննում այնտեղ դպրոց կար, այդ դպրոցում ինքը զոհվեց Սնարյադից ու ոնց որ էդի տենց խորեցավ թողեց իմ կյանքի մեջ, որ հասկացա, որ համ հարազատ աղբոր, չգիտեմ, ընկերոջ կողոստը այդ ամեն ինչը իր տեղը, բայց որ դու արդեն քո տան մեջ ես մեկին թողում, այդ իր տեղը ունի ու սկսեցի ամեն մեկին գնահատել, որովհետև միջավ պատերազմ գնալը բոլորս էլ ծառայել ենք, զորամասում գիտենք լավն էլ, վատն էլ, բայց պատերազմի ժամանակ հասկանում ես, որ այն վատը ավելի շատ է ներդնում անում քո գործին, քան այն ավելի լավը։ Ու այդ ամեն ինչը ոնց որ տենց բերեց հասցրեց մի հատ այդ էտապի, որ գնահատեմ դիմացինս, ինչքան էլ որ ինքը ինձնից ցածր լինի, կամ ինչքան էլ որ իր մտավոր ունակությունները իմինից պակաս լինեն, ու հենց արդեն վերադարձանք զորամաս, այդ պայից սկսած արդեն այլ մտածելակերպով, այլ ձևով էինք ծառայում։ Իսկ ինչ խորհուրդ կտաս այն մարդկանց, ովքեր հնարավոր է հայտնվեն այդ իրավիճակներում։ Թող տիրապետեն իրանց զենքին, երբեք չասեն երբեք ու միշտ իրանց զգոնությունը պահեն իրանց վրա։ Ամփոփելով այսօրվա հաղորդումը, կցանկանամ մեջբերել Գարեգին Նժդեի խոսքերից. չի կարելի օգնել այն ընկածին, ում պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը։ Рафо, давай! Рафо, давай! Շուշուտա։ Vekal, vekal esi.